Ջեքի Չանի թիկնապահը 30 տարի աշխատեց նրա համար, բայց հետո ազատվեց Ջեքի կնոջ պատճառով։ Երբ Ջեքի Չանը երիտասարդ էր, նա աշխատում էր Բրյուս Լիի թիկնապահը։ Նա հասկանում էր այս աշխատանքի վտանգներն ու դժվարությունները։ Ուստի երբ դարձավ հայտնի, խորապես երախտապարտ էր իր սեփական թիկնապահներին։ Նրանցից մեկը Քեն Լոն Ջեքի Չանի թիկնապահն էր 30 տարի։ Նրանք հանդիպել էին բարում, եւ Քեն Լոն, ով մանկուց զբաղվում էր մարտարվեստով, գրավեց Ջեքի ուշադրությունը։ Ջեքին անձամբ հրավիրեց նրան դառնալ իր անձնական թիկնապահը։ Քեն Լոն համաձայնվեց։ Մի անգամ նա մենակ հաղթեց 6 ավազակներին, որոնք հետապնդում են Ջեքի Չանին։ Պարգևատրելու համար Ջեքին նրան փոքրիկ դերեր առաջարկեց իր ֆիլմերում, դարձնելով նրանց հարաբերությունները ոչ միայն գործատու աշխատակից, այլ շատ ավելի մտերիմ։ Սակայն 2009 թվականին ամեն ինչ կտրուկ փոխվեց, եւ Ջեքիի կինը Ջոան Լինը ստանձնեց նրա ընկերության կառավարումը։ Նա որոշեց կրճատել ծախսերը եւ նախաձեռնեց աշխատակիցների կրճատում, քանի որ Քեն Լոն արդեն տարիքով էր եւ բարձր աշխատավարձ էր ստանում։ Առաջինը հենց նրան ազատեց։ Ջեքին կատաղեց, երբ իմացավ այս ամենի մասին։ Նա անձամբ ներողություն խնդրեց Քեն Լոին, արտահայտելով իր մեղքի զգացումը։ Սակայն Քեն Լոն հասկանում էր ամեն ինչ եւ մինչ օրս նրանք մնում են մտերիմ ինչպես եղբայրները։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։